Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն քաղաքապետ, զեկուցում եմ, որ դիմել ենք արդեն շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փորձաքննության, ինչպես նաև արդեն ունենք ճարտարապետանախագծային առաջադրանքը, օրենքով սահմանված կարգով այս շաբաթ իրականացվելու է առաջին հանրային լսումը։ Շատ լավ, խոսքը գնում է մեր Վազգեն Վեհափառի և Կոմիտասի ամբողջական մայթերի հիմնանորոգման, լարերի գետնիտակ անցկացման և ամբողջապես այդ հատվածը հիմնանորոգվում է։ Այո, պարոն քաղաքապետ, ծածկույթը մայթերի փոխելու ենք բնական քարով, լարերը անցկացնելու ենք գետնի տակ ու ընդհանուր առմամբ այդ երկու փողոցները բերելու ենք մի ընդհանուր մոտեցման։ Եվ նաև ավելացնելու ենք կանաչապատ զանգված այդ հատվածներում, ծառերը, որոնք որ պետք է փոխարինվեն, փոխարինվելու են, որոնք որ պետք է մնան, մնալու են և նաև կարծում եմ թփատեսակներ են մեծ քանակի ավելանալու։ Պարոն քաղաքապետ, կանաչապատման հողակի կողմից արդեն պատրաստվել են դենდրոնախագիծը, տրամադրվել է մեզ ու հանրային լսման շրջանակներում կքննարկվի դա։ Այո, խնդրում եմ հանրային լսման ժամանակ մանրամասնորեն ներկայացնել, թե որ դեպքում ծառը փոխարինվում է և ինչու, և պարոն Բեգոյան, այդ ռեզիստոգրաֆը առել ենք, որպեսզի նաև մարդիկ տեսնեն, որ նաև համապատասխան սարքավորումներ ենք կարող օգտագործել և խնդրում եմ մաքսիմալ այդ սարքի աշխատանքով էլ նաև հիմնավորեք փոխարինվող ծառերը, որովհետև շատ դեպքերում հիմնականում երևանցիները հասկանում են ինչա տեղի ունենում և իրականում գոհ են ամբողջ գործընթացից, բայց կան մարդիկ, ովքեր որ դեռ ինչ-որ բաներից տեղեկացված չեն, պետք է մաքսիմալ տեղեկատվությունը տրամադրել, լինել թափանցիկ։ Պարոն քաղաքապետ, կարծում եմ այդ աշխատանքների ժամանակ նույնիսկ առաջարկում եմ հրավիրել թե մարդկանց, թե լրատվամիջոցներին թող տեսնեն այդ էականում պրոցեսը մաքսիմալ թափանցիկ կազմակերպեք, ռեզիստոգրաֆով արդյունքները ցույց տվեք, նույնիսկ այդ բաները կարող եք կպցնել ծառերին, դիագնոզը այսպես ասած, մարդիկ մաքսիմալ կարողանան հնարավորություն ունենալ ծանոթանալու ինչա տեղի ունենում և ինչու։ Եվ պարոն քաղաքապետ, մի կարևոր հանգամանք էլ եղած նախագծի վրա բավականին շատ ավելացրել են կանաչ գոտիները։ Շատ լավ։